Այսօր ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն երկու առևտրականների մասին, որը ձեզ մտածելու տեղիք կտա։ Երկու առևտրականներ ուղևորվում էին անապատով։ Ճանապարհին մի պահ կանգ առան։ Հանկարծ նրանցից մեկը սայթաքեց եւ ընկավ։ Ընկնելու պահին ընկերը ծիծաղեց նրա վրա։ Վիրավորված առևտրականը վերցրեց մի քար ու ավազի վրա գրեց. «Այսօր ընկերս վիրավորեց ինձ»։ Հետո նրանք շարունակեցին ճանապարհը։ Մի քանի օր անց նրանք հասան օազիս։ Նույն առևտրականը լողալիս սկսեց խեղդվել։ Նրա ընկերը շտապեց եւ փրկեց նրան։ Երբ փրկված մարդը ուշքի եկավ, նա մի քար վերցրեց ու քարին փորագրեց. «Այսօր ընկերս փրկեց իմ կյանքը»։ Զարմացած ընկերը հարցրեց. «Երբ ես քեզ վիրավորեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ երբ փրկեցի, քարի վրա, ինչու»։ Նա ժպտաց եւ պատասխանեց. «Երբ ինչ-որ մեկը մեզ ցավ է պատճառում, պետք է գրենք դա ավազի վրա, որպեսզի քամիները սրբեն, մաքրեն ու տանեն, բայց երբ մեկը բարիք է անում, պետք է փորագրենք քարի վրա, որ երբեք չմոռանանք»։ Հիշեք, նեղացումները թող գնան, բայց շնորհակալությունն ու բարությունը պահենք սրտներումս։ Լավը արա եւ բարին չի ուշանա։